Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ժամանակին վանագանը գանտիբի երդասարտներու հետ եւ անոնց կուզե ցանկեն շատ կարեւոր տաս մսորվեցնել։ Եվ գսե անոնց. Եթե ծեր ցերկի մեջ փաժակ մսուրջ ունիք եւ հանգարց քալած ժամանակ մեկը ցեզի զարնվի ու սուրճը թափի, հարցը հետեւյալն է. ինչու համար սուրճ թափեցավ։ Եվ բոլոր երդասարտները գսեն, որովհետեւ մեկը մեզի զարնվեցավ։ Վստահ եմ, որ դու գալ նույնը բիդսեք, չէ։ Վանագանը գսե ոչ, որովհետեւ ծեր ցերկի փաժակին մեջ սուրճ կար։ Եթե ծեր ցերկի փաժակի մեջ թեյը լար, թեյը պիտի թափեր։ Եթե ծեր ցերկի փաժակի մեջ գաթ լար, գաթը պիտի թափեր։ Եթե հյութը լար, հյութը պիտի թափեր։ Հետևաբար ինչ որ գա ծեր փաժակին մեջ, անիգա է որ թափվեցավ։ Նույնպես ալ ցանկն է։ Եթե ցանկը կա եւ մեծ ցնցե եւ վստահաբար անիգա պիտի բադահի մեր ցանկի մեջ։ Նայած սիրելներ, որ ինչ կա մեր մեջը, եթե մեր մեջը նախանց կա, փարգություն կա, չարություն կա, հայոյան կա, վախ կա, այդ բոլորը դուրս պիտի թափին, դուրս պիտի հոսին, դուրս պիտի կան։ Իսկ եթե մեր մեջը սեր կա, փարություն կա, հեզություն կա, ողորմածություն կա, քաղցություն կա, երբ ցանկը մեզի զարնե, անոնք դուրս պիտի կա մեր մեջ։ Հետևաբար նայած որ սիրելներ մենք ինչ տեսակ փաժակի կնմանենք, ինչ կա մեր մեջը։ Եվ այս մասին ամենք սալ մտածենք։ Ու ամեն առավոտ երբ արթնանք, մենք մեզի հարց տանք. եթե այսօր ցանկը զարնվի ինձի, եթե ցանկի զանազան հանգրվաններու մեջ գտնվիմ, մեջես ինչ դուրս պիտի հոսի։ Փարգություն, նախանց, փամփասանք, չարախոսություն, թե ոչ փարություն, սրբություն, քաղցրություն, հեզություն, ողորմածություն։ Սիրելներ, շատ կարևոր է որ մենք մեր մեջը թիդենք, մեր մեջը մաքրենք, մենք ներսեն փոխվենք, մեր սիրտը փոխվի, մեր մտածելակերպը փոխվի, մեր միտքը փոխվի, մեր հոգին փոխվի։ Որովհետև ցանկը այսպես կամ այնպես ցնցումներ պիտի բերե մեր ցանկի մեջ։ Ադորամար Հակոբոս դիարնեղբայրը իր նամակի առաջին գլխու 21-րդ համարի մեջ հետևյալը գսե. հետևաբար ցեզմե թոթափեցեք ամեն աղդոտ սովորություն ու չար ցանկություն։ Թոթափեցեք, ինչպես որ սիրելներ գդորմը գթոթվենք, այնպես ալ մեզմե պետք է թոթվենք, թոթափենք մեզմե ամեն տեսակ չար ցանկություն եւ աղդոտ սովորություն։ Եվ հեզությամբ ընդունեցեք ծեր մեջ սերմանված Աստուծո խոսքը, որ գրնա ծեր հոգիները փրկել։ Իսկ առաջին Պետրոսի նամակի երկրորդ գլխու առաջին համարին մեջ տեսեք սիրելներ Պետրոս առաքյալ ինչ կսե. հետևաբար մեկտից կեցեք ամեն տեսակի չար մտածում ու նենգություն, գեղձավորություն ու նախանց եւ ամեն տեսակի չարախոսություն։ Մեկտից կեցեք չար մտածում, նենգություն, գեղձավորություն, նախանց եւ ամեն տեսակի չարախոսություն։ Եթե բարբենք այդ բոլորը մեր մեջ են սիրելներ, մենք ուրիշ մարդ կդառնանք։ Այնադեն ցանկ եթե մեզի ցնցումներու դիմաց բերե, եթե մեր դիմաց ելեն մարդիկ, որ աբերախտ գտնվին, մեր հագաստեցությունը գլա սիրելներ փարություն եւ ոչ թե չարություն։ Քննենք մենք մեզ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս գսե սիրելներ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխու 35-րդ համարի մեջ. Փարի մարդը
իր սրտի բարիք անցերեն բարիք կհանե, իսկ չար մարդը իր սրտի չար կանցեն չարիք կհանե։ Ինչ տեսակ մարդ ենք մենք, բարի թե ոչ չար։ Ահա սիրելներ, ինչ որ գա մեր մեջ, ան է որ դուրս պիտի զեղու, դուրս պիտի հոսի, դուրս պիտի թափի։ Եկեք այսօր վնես սիրելներ, փոխենք մեր մեջ, քննենք մենք մեզ։ Աշխարհի մեջ Աստուծո մեզ զատ լավակույն մեր անձը ջանցողը մենք մեզ է։ Ես իմ անձս կճանչնամ, դուք ձեր անձը կճանչնաք։ Հետևաբար եկեք Քրիստոսը մեր մեջ ունենանք եւ այդ ժամանակ մեր կյանքի մեջ եղած ամեն չարապանություն, չարիք պիտի փոխվի բարիքի։ Աստված ձեզ առատաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։